Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստիվոյի ընթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստան ժամանեց Եվրոպական միության ղեկավար Կայա Կալասը եւ հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Արադ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվեց Հայաստան-ԵՄ պաշտպանության բնագավառում պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին հարցը։ Հիմա մի փոքր կանգ առնենք այս հարցի վրա, տեսնենք թե ինչքան է իրական նման պայմանագրի ստորագրումը Եվրոպական միության հետ եւ ամենակարևորը, ինչ է դա տալու Հայաստանին։ Եվրոպական միության հետ նման պայմանագրի ստորագրումը ինքնին ենթադրում է, որ մյուս ուժային կենտրոնների հետ Հայաստան ըստ էության պետք է դադարեցնի իր համագործակցությունը։ Խոսքը իհարկե առաջին հերթին հապկի մասին է եւ նաեւ ռուսական 100-րդ բազայի ներկայության մասին Հայաստանի Հանրապետությունում։ Վստահ ենք այս հարցը եւս քննարկվել է երկկողմ բանակցություններում։ Բացի այդ, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է լուրջ Կայա Կալասի հայտարարությունները եւ ինչքան մենք կարող ենք արժանահավատ համարել այդ հայտարարությունները, փորձենք տեղափոխվել Ուկրաինա։ Փորձենք տեղափոխվել Ուկրաինա ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովի ժամանակ Կայա Կալասի արած հայտարարությունների ֆոնին։ Կայա Կալասը Եվրոպական միության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում հայտարարում էր, որ իրենք պատրաստ են Ուկրաինային տրամադրել 40 միլիարդ եվրո։ Բնական է, որ նման գումար Հայաստանին իրենք չեն տրամադրելու։ Խոսքը գնում է մոտ 200 միլիոն եվրոյի մասին։ Իսկ 200 միլիոն եվրոն ըստ էության ոչինչ է Հայաստանի պաշտպանության բնագավառում անվտանգության ապահովման համար։ Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաները բազմիցս խոսել են այն մասին, որ Հայաստանը ընդգրկված չէ Եվրոպական միության պաշտպանության քարտեզներում եւ նաեւ պաշտպանության ռազմավարություններում։ Հետևաբար դժվար է պատկերացնել, թե ինչպես է Եվրոպական միությունը պատրաստվում ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ որ ամենակարևորն է, ինչ կարող է տալ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը։ Եվրոպական միությունը չունի սեփական զորքեր։ Եվրոպական միությունը չունի զարգացած ռազմաարդյունաբերություն, քանզի վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները այնպես է արել, որ Եվրոպական միությունը ոչ միայն չստեղծի եվրոպական ուժեր, այլ նաև հնարավորինս նվազագույնի հասցնի ռազմատեխնիկական համագործակցությունը միմյանցի միջև։ Բոլորը զենք են գնել Միացյալ Նահանգներից եւ Միացյալ Նահանգներն էլ հանդես է եկել Եվրոպական միության անվտանգության ապահովման գլխավոր երաշխիք։ Հիմա ինչ կարող է տալ Եվրոպական միությունը, սա մնում է հարցերի հարցը։ Բնական է, որ մենք այստեղ առաջին հերթին գործ ունենք իհարկե շատ ճոխ խոստումների հետ, գործ ունենք հույսերի հետ, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց իրականում գետնի վրա, ինչպես ասում են, Եվրոպական միությունը Հայաստանին ոչինչ տալ չի կարող։ Բացի այդ, Եվրոպական միության դիտորդական առաքելության գործողության ժամկետն էլ մնում է օդից կախված։ Ճիշտ է, Հայաստանի խորհրդարանը քվեարկեց այդ գործողության ժամկետը երկարացնելու օգտին, բայց այդ ժամանակ դեռ Իրանում իրավիճակը նման կերպ լարված չէր։ Իրանը հարվածներ չէր ստացել Իսրայելից եւ որ ամենից հետաքրքիրն է, ըստ նույն իրանական աղբյուրների Իրանը հարվածներ չէր ստացել նաեւ հարևան պետություններից, իհարկե առաջին հերթին Ադրբեջանից։ Հիմա այս ֆոնին արդյոք Եվրոպական միության դիտորդները շարունակել են մնալ հայ-ադրբեջանական սահմանին, թե դրանց հեռացումը Իրանը նաեւ առաջ կբերի իբրև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործոն։ Սրանք հարցեր են, որոնց կարծում ենք Կայա Կալասը չանդրադարձավ Երևանում։ Բացի այդ, փորձենք հասկանալ, թե որքանով է անկեղծ Կայա Կալասը Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված եւ արդյոք մենք լրացուցիչ հնարավորություն չենք տալիս նույն Ադրբեջանին տեղեկատվություն ստանալու Հայաստանի մասին Եվրոպական միության միջոցով նաեւ անվտանգության բնագավառում։ Չէ՞ որ Եվրոպական միության նախկին ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանին որակել էր որպես հուսալի գործընկեր։ Ավելին, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը Հայաստանում նաև ընդունել էր, որ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանի ղեկավարությանը եւ պատկան մարմիններին ոչ մի տեղեկատվություն փոխանցելու իրավասություն չունի, բայց այ ադրբեջանցիներից, ինչպես ասում էր Տոյվոգլարը, իրենք ոչինչ թաքցնելու բան չունեն։ Հիմա այս ֆոնին ինչքանով է անկեղծ Եվրոպական միության հետ բարեկամությունը եւ ինչքանով է անվտանգ սա Հայաստանի համար։ Սրանք հարցեր են, որոնք կարծում եմ պատասխան են պահանջում, քանզի այստեղ խոսքը գնում է ոչ թե անվտանգության դիվերսիֆիկացման մասին, այլ այստեղ խոսքը գնում է անվտանգության համակարգը մեկը մյուսով փոխարինելու հնարավորության մասին։ Նախկին անվտանգության համակարգը լավ թե վատ, քիչ թե շատ 30 տարիների ընթացքում կարողացել էր ապահովել Հայաստանի անվտանգությունը գլոբալ առումով։ Ինչ կտա Եվրոպական միության հետ անվտանգության պայմանագրի ստորագրումը դժվար հարց է։
Ուկրաինան իբրև բարոմետր կարելի է ուղղակի դիտարկել եւ տեսնել, թե ինչ է այսօր կատարվում Ուկրաինայում, հիշել են խոստումները, որոնք տրվել էր Եվրոպական միության կողմից Ուկրաինային եւ հասկանալ, որ ընդհանրապես ոչինչ էլ չստացավ Ուկրաինան Եվրոպական միության հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այո, զինամթերքը գալիս է լավից եւ վատից, բայց այն, որ Եվրոպական միությունը չկարողացավ ապահովել Ուկրաինայի անվտանգությունը գլոբալ առումով, սա եւս պետք է մենք ընդունենք։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ հարաբերությունները ինչպես կարող են զարգանալ եւ ինչ հնարավոր սցենարներ կարելի է դիտարկել այս ֆոնին։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված եւ կարծես առաջին թեմայի տրամաբանական շարունակությունը լինի։ Տրամպի որոշմամբ Միացյալ Նահանգները դադարեցնում է զենիթային համակարգերի տրամադրումը Ուկրաինային։ Մյուս կողմից 3 տարի տևած ընդմիջումից հետո տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում մի շարք կարևոր հարցեր են քննարկվում միջազգային հարաբերություններին եւ աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող։ Այս հատվածում խոսենք այն հարցի մասին, որ քննարկվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների միջև Ուկրաինայի հատվածով։ Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կոնֆլիկտի կարգավորումը պետք է լինի նախ եւ առաջ սկզբնապատճառների կարգավորման եւ սկզբնապատճառների հայտնաբերման միջոցով գետնի վրա։ Ասել կուզի, այն գործողությունները, որ այսօր տեղի են ունենում Ուկրաինայում, դրանք հենց այնպես չեն դադարեցվելու եւ զինադադար կամ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, երբ Ուկրաինան կընդունի բոլոր այն պայմանները, որոնց առաջ է քաշում Մոսկվան եւ որոնք էլ հանդիսանում են Ռուսաստանի ուկրաինական ռազմավարության հիմքը։ Փաստացի Մակրոնը ընդունել է այս ամենը, որևէ հակափաստարկ սրան չկարողանալով ներկայացնել։ Համենայն դեպս ռուսական եւ ֆրանսիական լրատվամիջոցները հակափաստարկների մասին ոչինչ չեն ասում։ Այնպեսի տպավորություն է, որ Եվրոպական միությունը իդեմս Մակրոնի եւ Միացյալ Նահանգները իդեմս Տրամպի աստիճանաբար սկսում են հետ քաշվել ուկրաինական կոնֆլիկտից։ Բացի այդ, Տրամպը նաեւ ինքը ընդունում է, որ տեղյակ է, որ ռուսական բանակը հակահարձակման է անցել Սումի մարզում եւ ավելին, Սումի մարզում այսօր ավելի մեծ տարածք է գտնվում ռուսական բանակի հսկողության տակ, քան Կուրսկի մարզում ուկրաինական բանակի հսկողության տակ էր ժամանակին։ Սրանով Տրամպը ըստ էության ցույց է տալիս, որ այո, ինքը խնդրին տեղյակ է, բայց մեծ հաշվով դա համարում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի գործը եւ Միացյալ Նահանգների միջամտությունն այս հարցում ինքը կարևոր չի համարում, բայց խոսքը գնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին։ Սումի մարզը Ուկրաինա է, հետեւաբար Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա տեղի ունեցել հարձակում նաեւ Սումի հատվածից, բայց Միացյալ Նահանգների նախագահը այս հարցում ոչինչ չունի ասելու։ Ակնհայտ է դառնում, որ ուկրաինական թեման կամ ինչպես փորձագետներն են նշում ուկրաինական քեյսը սկսել է հոգնեցնել բովանդակ արևմուտքին եւ նրանք ուղղակի երկու ճանապարհով են փորձում այս ամենից դուրս գալ։ Առաջինը այսպիսի հեռախոսազրույցների եւ հարցազրույցների միջոցով փորձում են տակ պահել թեման, միաժամանակ հույս ներշնչելով ուկրաինացիներին, որ բովանդակ արևմուտքը իրենց մեջքին է կանգնած, մյուս կողմից առանձին սեպարատ բանակցություններ են սկսում Մոսկվայի հետ, յուրաքանչյուրը իր շահերը պաշտպանելու եւ իր ներդրած գումարները պաշտպանելու համար։ Եվ Միացյալ Նահանգները Ուկրաինա հազվագյուտ մետաղների մասին ստորագրած այդ պայմանագիրը հենց այդ ամենի վկան է։ Ես չեմ բացառում, որ Մակրոնը առանձին քննարկած կլինի նաև ֆրանսիական ներդրումների պաշտպանության հարցը, ինչպես նաև ֆրանսիական կապիտալի ռուսական շուկա վերադառնալու հարցը, քանզի այն օրից, երբ եվրոպական կապիտալը դուրս եկավ Մոսկվայից եւ Ռուսաստանից, այդ տեղը անմիջապես զբաղեցվեց չինական կապիտալի կողմից։ Եվ հիմա ակնհայտ է դառնում նաև, որ Ֆրանսիան տնտեսական լուրջ խնդիրներ ունի այս պահին եւ նրանց համար օր ու ջրի պես պետք է վերադառնալ ռուսական մեծ շուկա։ Եվ այս ճանապարհին միգուցեև չենք բացառում Մակրոնը կհայտարարի մոտավորապես Ուկրաինան զիջելու կամ զոհաբերելու մասին։ Ֆրանսիան իր պատմության ընթացքում շատ է նման բարեկամների ծանր պահին թողել մենակ, որոշումներ կայացնելով հօգուտ այն պետությունների, ում դեմ կռվում էին այդ բարեկամները։ Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւս այդ մասին բազմաթիվ վկաներ ունի։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե ուկրաինական թեման ինչպեսի հանգուցալուծում է ստանալու եւ իրականում ինչ պայմաններով Ուկրաինան կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ ինչ պայմաններով ռուսական կողմը կհամաձայնվի կանգնեցնել հարձակումը Ուկրաինայի ողջ տարածքով։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանն է։
Իրանի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարում են, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացումից, ավելին իրենք մտադիր են անհրաժեշտության դեպքում մինչև 90% հարստացնել ուրանը։ Այդ մասին մենք շատ ենք խոսել, երբ դեռ Իսրայել-Իրան պատերազմը չէր սկսվել, որ Իրանը ունի նման մտադրություն հարստացնել ուրանը մինչև 90%, այդ ծրագիրն էր կոչվում էր IR9, եւ Իրանը իրեն իրավունք էր վերապահել վարվել այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում։ Բայց սրան զուգահեռ Իրանը հայտարարություններ է անում կապված իսլամական համագործակցության կազմակերպության վերջին նիստում ընդունված որոշման հետ, Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված քննադատում է այդ որոշումը, նշելով, որ սրանք հակասում են իսլամական համագործակցության կազմակերպության կանոնադրությանը, բացի այդ սրանք ակնհայտորեն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ են։ Այստեղ մի այլ հանգամանք էլ կա՝ Արևմտյան Ադրբեջան եզրույթը։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը մի քանի անգամ նշել է, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է այդ եզրույթը, քանի որ նման անվանումով նահանգ կա հենց Իրանում, հետևաբար իրենց համար Արևմտյան Ադրբեջանը դա իրենց տարածքն է եւ Ադրբեջանի կողմից առաջ քաշված այս թեզը որևէ պարագայում ընդունելի չէ Իրանի համար։ Բացի այդ, Իրանի հարցը քննարկվել է Ռուսաստան-Ֆրանսիա նախագահների հեռախոսազրույցի ժամանակ եւ Մակրոնը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինն ըստ էության ընդունել են, որ Իրանը ունի խաղաղ ատոմ ունենալու իրավունք։ Փաստացի ընդունելով, որ այո, միջուկային զենք Իրանը չպետք է ունենա, բայց ատոմի խաղաղ զարգացումը եւ էներգետիկ եւ բժշկական եւ այլ բնագավառներում օգտագործումը Իրանի սուվերեն իրավունքն է։ Ըստ էության ընդունելով, որ Իսրայելն է հարձակվել Իրանի վրա առանց որևէ պատճառի, Իրանը երբեք չի ունեցել միջուկային զենք, բայց Իրանի խաղաղ ատոմ ունենալու իրավունքը դա անքննելի է, հետևաբար Իրանը այս պարագայում հանդես է գալիս իբրև ագրեսիայի ենթարկված պետություն։ Ինչևէ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես կզարգանան։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքան է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։